Մեր տաղավարում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, բարի երեկո Տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Այս շաբաթ դուք էլ ակամադարձաք Նիկոլ Փաշինյանի թիրախը, բայց այդ մասին պիտի խնդրեմ մի փոքր ուշ խոսենք, մինչև դա կարճ կասեք ձեր կարծիքը, դուք ճանաչում եք Նիկոլ Փաշինյանին, ինչ էր կատարվում նրա հետ այս շաբաթ ըստ ձեզ։ Ես այնպիսի կարծիք ինձ համար կազմեցի եւ ես եւ նաեւ լայն հանրությունը, որ նա չի գտնվում հավասարակշիռ վիճակում, ծայրահեղ նյարդայնացած վիճակում է եւ այդ իր ոչ հավասարակշիռ վիճակի մասին նա հայտնում է հանրությանը իր շփումներում քաղաքացիների հետ եւ հիշում է հավանաբար անցյալով ծանրաբեռնված իր այդ բարդույթներով ծանրաբեռնված նաեւ հիշում է իր անցյալը եւ այդ անցյալի մասին իմաց է տալիս, որը մենք տեսնում ենք այդ մեր քաղաքացիների հետ շփումների ժամանակ եւ նա երբ խոսում է քաղաքացիների հետ սկսում է ոչ թե ներկայացնել այն ծրագիրը, որով նա պատրաստվում է իբրև թե դառնալ վարչապետ կամ ղեկավարել պետությունը, այլ նա մեղադրանքներ է հնչեցնում քաղաքացիների հասցեին եւ տարբեր մեղադրանքներ եւ այդ թվում նաեւ մեղադրանքներ, թե դուք ինչու եք ապրում, այսինքն մենք նման նաեւ մեղադրանքների ենք հանդիպել, երբ նա շփվում է քաղաքացիների հետ։ Քաղաքացիները իրավունք ունեն, նրանց հարցերը իրավաչափ են հղել որպես եւ գործող վարչապետի, ով արդեն շուրջ 8 տարի է պաշտոնավարում է եւ որպես քարոզարշավի մասնակից, մինչդեռ նրանց հարցապնդումները բախվում են ուղղակի այնպիսի արտահայտությունների ընդհանուր միջև ֆիզիկական միջամտության եւ նաեւ այնպիսի բառապաշարով սպառնալիքների, որը հարիր չէ ոչ մի քաղաքացու, առավել եւս այն անձի, ով ունի իշխանություն։ Եվ այս սպառնալիքները եւ նրա կողմից նաեւ ընդհանուր մինչեւ ֆիզիկական հպումը քաղաքացու կնոջ նկատմամբ անծանոթ, սա խոսում է անհավասարակշիռ վարքագծի մասին, որը իհարկե պայմանավորված է եւ անցյալով եւ ներկայիս անմխիթար վիճակով վերընտրվելու հարցում եւ իհարկե ծրագիր չունենալու այդ հիմքով։ Ասում եք, որ մարդիկ լեգիտիմ իրավունք ունեն մոտենալ վարչապետին եւ հղել իրենց հարցերը, մի առիթով Փաշինյանը էլի մի բողոքի ժամանակ ավելի վաղ անցյալի դրվագ եմ, հիմա հիշեցնում, ասած այսքան էլ անշնորհակալ ազգ կլինի, երախտամոռ ազգ կլինի, ես ձեզ համար այսքան բան եմ արել, դուք եկել եք էլի ինձանից պահանջում եք ինչ-որ բան, դպրոց եմ կառուցել, ճանապարհ եմ կառուցել։ Գիտեք, դպրոց կառուցել, ճանապարհ կառուցել դա այնպես չէ, որ ուղակի վարչապետի պարտականությունն է, ամենակարևորը, որը պետք է նա աներ, ազգի անվտանգության երաշխավորը հանդես գալով չի կատարել։ Իր պաշտոնավարման տարիներին մենք կորցրել ենք այդ կառուցված, արդեն նախապես կառուցված մեր ազգային դրամներով, մեր ազգային ջանքերով կառուցված երկու հսկայական ճանապարհներ նա հանձնել է թշնամուն։ Դա երկու Արցախ գնացող ճանապարհներն են, որը մեկը Գորիսով են գնում, դեպի Ստեփանակերտ, մյուսը Վարդենիսով։ Այդ ճանապարհները ուր են։ Այսինքն քանի ճանապարհ է, քանի կիլոմետր բարդ կառուցված ճանապարհներ, թանկարժեք ճանապարհներ ես հանձնել եւ քանիսն ես այստեղ կառուցել։ Եթե մենք համեմատենք, ապա այստեղի կառուցվածը եւ հանձնվածը ուղղակի տարբերությունները այնքան ահռելի են, որ նույնիսկ պետք չէ խոսել այդ մասին, քանի դպրոց ես հանձնել։ Ես չգիտեմ քանիսն է կառուցել, բայց հաստատ գիտեմ քանիսն է հանձնել։ 12000 քառակուսի կիլոմետր հայրենիք է հանձնել պետականություն, որտեղ կային դպրոցներ, ճանապարհներ, քաղաքներ, գյուղեր, սրբություններ, եկեղեցիներ, գերեզմաններ, այդ ամենը հանձնել է, ես չգիտեմ այստեղ ինչ է կառուցվել։ Եվ արդյոք դա ինքն է կառուցել, թե ով է կառուցել։ Եվ բացի այդ, այս տարիների ընթացքում, բացի կառուցումից, ինքը հիմա մեղադրում է մարդկանց ապրելու մեջ, պատկերացրեք իր պաշտոնավարման ժամանակահատվածում ինչքան մարդ է եւ զոհվել եւ կարող էին չմեռնել, բայց մահացել են այդ մարդիկ, չմահանային տարբեր պատճառներով եւ դրանք հազարավորներն են։
ինքը հայտարարում է, թե դուք ինչ գիտեք, քանի մարդ է զոհվել Արցախյան պատերազմի, այս վերջի պատերազմի ժամանակ, ինչու եք հնչեցնում 5000 զոհվածների թիվը։ Դե գիտեք ինչ հնչեցնեն մարդիկ։ Այն դեպքում, երբ ցուցակներ չունենք, դե հրապարակի, միգուցե այդ ինչու չես հրապարակում։ Չես հրապարակում, որովհետև դու էլ ունես համոզմունք, որ այդ 5000-ը կարող է գերանանցել։ Եվ հետևաբար մենք արդեն հասկանում ենք ինչ է տեղի ունենում։ Այսինքն, եթե մենք խոսում ենք մարդկանց ինչու ես դու ապրում, սա այս հարցադրումը, դուք պատկերացրեք ինչ հոգեբանական ճնշում է գործադրում մեր քաղաքացիների նկատմամբ եւ ատելության խոսք է նաեւ տարածում։ Այսօր 120,000 Արցախի բնակիչները այսօր այստեղ են ապրում եւ ասում են դուք ինչու եք կենթանի, ինչու եք եկել, որ ինձ համար Բեռլին եք, ինչու եք դուք այսօր ողջ մնացել, ապրում եք եւ եկել եք այստեղ, որ եւ ինձ խանգարում եք մոտավորապես այսպիսին է իր մեղադրանքը։ Տիկին Փոստանջյան, սիրելի հեռուստադիտողներ, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր 3 հիմնական շեշտադրմամբ։ Թոշակները բարձրացել են, ներդրվել է առողջության ապահովագրության համակարգ, ստորագրվել է օգոստոսի 8-ի թուղթը, որը ըստ Փաշինյանի նշանակում է խաղաղություն։ Մենք ասում ենք 10,000 դրամով ենք թոշակները ավելացել, իրականում 20,000 դրամով ավելացել։ Իրականում ես երջանիկ եմ տեսնելու, գիտեք ինչ պատահական տներ եմ մտնում։ Եվ մարդիկ ասում են մի շաբաթ առաջ վիրահատվեցի շնորհակալություն, մի ամիս առաջ վիրահատվեցի շնորհակալություն։ Երբ, որ պահին, երևի Փաշինյանն ինքն էլ չհասկացավ, ինչ որ բան թարսվեց։ Լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտե՞ղ ձեզ տեսա։ Միթե այս մարդու խոսքը հասավ երկինք։ Նա անհաջողություն մաղթեց քարոզարշավի դուրս եկած Փաշինյանին։ Ես անհաջողություն եմ մաղթել։ Ու սկսվեց։ Սնուցող մայրերի գործոնը։ Հանրապետության սնուցող մայրերը, որոնց անունով երդվում էր Փաշինյանը, սկսեցին երկրի տարբեր մասերում անհավասար կռվի մեջ մտնել ԿՊԱ-ականների հետ ու արդար հաղթանակ տանել։ 10,000 թոշակա տվեք, 20-30,000 թանկություն արես։ Էդ էլ համարմա թոշակա տվեք։ Դեղեր ինչի հերիքում։ Տամաս թոշակը դեղեր ինչի հերիքում։ Ջանդանվի, մենք կփոխանցենք իրանը 10,000-ները։ Արդեն Արցախը հանձնել եք։ Հիմա ում եք որ մասերն եք հանձնելու։ Ինձ դա հետաքրքիր որ չգիտեմ տեղ մնամ նորից։ Հողը փախավ ոտքի տակից, թե երկինքը գլխին փլվեց։ Ասես Աստված ինքն էր խոստացել նրան, որ երկրի բոլոր անկյուններում աջակիցներ կունենա ու հետո չար կատակով կլոր էր արարել երկիրը։ Ուրեմն նախ ես ուզում եմ ձեզ հիշեցնել։ Թոշակ, անվճար վիրահատություն, խաղաղություն, ամեն ինչ մի կողմ դրեց Փաշինյանը ու որոշեց 2 անգամ փորձված մեթոդով շարունակել քարոզարշավը։ Պատերով տալ, ասֆալտին փռել, սատկացնել, կզացնել ու հարցնել։ Ստահակներ, ինչի դուք այդ զոհերի մեջ չեք։ Ինչ որ հավատամքով, թե այն մարդիկ, որոնք աչքերի մեջ նայելով դավաճան են անվանում իրեն, անպայման որևէ ընդդիմադիր գործչից փող են վերցրել, ինչ որ ընդդիմադիրի մտերիմ բարեկամն են կամ կուսակցական ընկերը։ Ես մետրոյի խոսույթի համար զղջում եմ, որ ես երեխայի ներկայությամբ այդ խոսույթը ունեցա եւ այդ տիկնոջ հետ խոսել, չնայած հետո պարզվեց այդ կինը ըստ էության այդ քրեա օլիգարխիկ կլանի ընտանիքի անդամ է։ Որևէ մեկը Քրեա օլիգարխիկ կլանի ընտանիքի անդամ անվանեց 1993-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսյանի դստերը Արմինե Մոսյանին, որի վրա բղավել, մատ էր թափտվել մետրոյում, անչափահաս որդու ներկայությամբ, հետո ստիպված էր եղել ներողություն խնդրել։ Որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Գոյություն ունի նաև երկնային արդարությունը, դուք պատասխան տալու եք ձեր արած։ Բնական, իսկ ինչու միայն ես։ Ինչի իսկ միայն ես։ Միայն ես։ Չէ, ձեր թիմով։ Դուք չէ, դուք երաշխավորված եք, դուք ազատագրված։ Մարասների համար Դե բոլորս էլ մենք մարասների հետ կապ չունեք։ Ես 5,000 հոգու մավան պատասխան ասում եմ կներեք։ Թեկուզ լավ ձեր ասած թիվը, թեկուզ ձեր ասած թիվը։ Ես անմեղ երեխեքի մավան պատասխան։ Անմեղ երեխեքի ուրախ եմ։ Անմեղ մի րոպե, ես ուրախ եմ, որ ես պարզ ճակատ եմ։ Ես ոչ մի անգամ ձեզ քվե չեմ տվել, ու իմ ձեռքերը այսօր արյունոտ չեն։ Ես ձեզ հետ մասնակից չեմ եղել, ես շատ ուրախ եմ։ Մենակ ես դրա համար ես շատ Մի րոպե, բայց նախքին հազարավոր արյուն Ժողովուրդը ձեզ ատում է, գնալու փոխարեն դուք նորից դուրս եկեք քարոզարշավ եք։ Որտե՞ց 5,000 թիվը։ Բայց դա հստակ
Հրապարակված աթիվը ոչ սուտ եք ասում, սուտ եք ասում, կներեք, ձեր կուսակցության ամեն ինչն է կեղծ։ Ինչ ես կուսակցական չեմ։ Բա որտեղից եք։ Ես Լեննականից եմ։ Ոնց թե կուսակցությունից չէ, այլ Լեննականից է իրեն երկնային արդարությամբ սպառնացող աղջիկը։ Ուզում եմ ձեզ մի մասնակցեք։ Փաշինյանը իզորու չէ հաղթահարել այդ ինֆորմացիան։ Ներախուլ եմ ուզում, տարա վարեց ազատ ճուղու։ Շատ լավ, Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Ազատի զինվորական կացարանում վարված տղայի պապիկ է գոռում, թե իմ տղային տարար վառեցիր։ Շատ լավ։ Ժորջան, ես հիմա տրենդա դարել, ասենք ամեն տեղ մի մարդ ուղարկում են։ Շատ լավ, անմարդկային հեգնանքով նետում է Փաշինյանը։ Ուրեմն հաստատ փող է վերցրել ընդդիմությունից։ Մի 200,000 ոնց չլինի։ Ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս աղրգում է։ Ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք։ Ասեք կանենքը այստեղ շատ լավ է աշխատում։ Քաղաքացիական պայմանագրի ղեկավարի հրահանգով քաղաքացիական հագուստով 2 տղամարդ Սպիտակի հրապարակից հեռացնում են Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի 15 զոհերից մեկի Արամ Մանուկյանի պապիկին, չնայած նա գոռում է, որ սիրտը առողջ չէ։ Ես տերորիստ եմ ես։ Նույն հրդեհի պատճառով զոհված Հայկ Կիրակոսյանի մայրը Արմինե Աղախանյանը մեծամորում է զայրացած դիմում Փաշինյանին, նրան մեղադրում իր որդուն վառելու համար։ Դուք տարած մեր երեխեքի վարիկ, փոխի տարած մեր ինքնիկի վառաչը։ Իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոտվի արի։ Դուք ավարտեք, դուք ավարտեք։ Ով Ով համաձայն չի, թող չգա։ Ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա, ժողովուրդ ջան։ Հերիք այդ կալուգացին է մեկը ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չենք, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկաստացել եք։ Իրոք Փաշինյանը կարծում է, թե մարդիկ իրենց ցավի մասին խոսելու, անարդարությունից դժգոհելու, ի վերջո կառավարությանը քննադատելու համար պետք է վարձատրվեն։ Ու ասում եմ սրանից Եթե ինքն էլ դրան հավատար, մասկի շոուներ չէր բեմադրի իր անտանելի վարքը արդարացնելու համար, վստահ են նրա ընդդիմախոսները։ հələ մի րոպե։ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ բժշկուհու հետ սկանդալային զրույցից հետո Փաշինյանը անջատել է տվել լայֆը նկարողին թաքուն ինչ-որ բան ցույց տալու համար։ Մի հատ անջատի նորից մտի եթեր բան եմ ցույց տալիս։ Նոր լայֆում նա մի տեսանյութ է ցուցադրել ու կոպիտ բառապաշարով արձագանքել դրան։ Հələ փսլինքներին նա, էլի ուրեմն սենց մասկեքը հակել են, իբր իրանք ուժեղ տղեկ են։ Այ համբալներ, բա կռվի վաղ։ Իրոք ուրեք։ Գիտեք խեն մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք են բաներ են, են որ տակները լցրած փախած մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակացել, այս փսլինքներին նա։ Դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեց, այս տահակներ, այ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Ղարաբաղի ակցենտով խոսում են, սենց մասկեքով թե մեր հայրենիքը որ մեր ձեռի ծառելա, այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Դրան հետ է Նիկոլ։ Համացանցում հայտնված տեսանյութում դիմակավորված տղամարդիկ են ավտոմատներով, առջևում կանգնածը արցախյան բարբառով դիմում է Փաշինյանին։ Մուքեշ ջերելով Նիկոլ։ Փաշինյանի լայֆից 2 օր առաջ արդեն այս տեսանյութը ցուցադրվել էր ՀՄԷԿ-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով։ Հետո իշխանամերձ Տելեգրամ ալիքը դրա սկրինը դրել էր իր մոտ ու հաթաթատվել մարդկանց, իսկ քիչ անց հեռացրել։
2 օր անց ինչու նոր թափով սկսեց տեսանյութը տարածել ՔՊ-ի մամուլի օրգանը։ Լես փսլինքներին նա էլի։ Փաշինյանի դիմախոսները դատապարտում են բռնության ցանկացած կոչ ու բռնություն, միայն թե կասկած ունեն, որ այս տեսանյութը բեմադրել են հենց զոհ ներկայացողները։ Սերի կայությունները իրենք պարբերաբար արել են։ Միշտ փորձել են Հայաստանցի Արցախցի սպառակտումը։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին այդ տեսանյութում հնչող ձայնը հիշեցնում է 44-օրյա պատերազմի օրերին տարածված Գետաշենի ազատագրման ֆեյք տեսանյութից հայտնի ձայնը։ Սահմանադրական կարգի տապալում, ընդդիմադիրների նկատմամբ բռնություններ, ապօրինություններ, այս ամեն ինչը հիմնավորելու համար ինքը նման տեսանյութերը պատրաստում, որ դրան հղում անելով արդարացնի կամ լեգիտիմացնի իր գործողությունները։ Ինքը պարզա չէ, չի կարա պատասխան տալ, որ ասում սպանելու եմ Ռոբերտ Քոչարյանին, սպանելու եմ եւ այլ Սամվել Կարապետյանին, Գագիկ Սարգսյանին։ Դրա պատասխանը ո՞նց է տալու։ Փորձում ես հիմար իր կողմից պատրաստված տեսանյութերով սա հիմնավորի։ Մեր ժողովրդին պետք է ողջ եւ առողջ ընդդիմությունը ամեն ինչ անելու է քո անվտանգությունը ապահովելու համար։ Դու դեռ դատարաններում պիտի պատմես ինչու հանձնեցիր Արցախը, դիմելով քաղաքացիական պայմանագրի ղեկավարին, ասում է Հայաստան դաշինքի ներկայացուցիչը։ Մենք Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ շահագրգռված ենք, որովհետեւ ինքը մեր ժողովրդին պետք է ողջ եւ առողջ։ Ինչի, որովհետեւ ինքը պետք է դատարանի առջև պատմի ինչպես հանձնեց Արցախը, ինչի դիմաց հանձնեց, ովքեր են իր մեղսակիցները։ Դասական տեղեկատվական ինսցենիրովկա է տեսանյութը Հայաստան դաշինքի անդամների համոզմամբ։ Ըստ նրանց դրա մասին է վկայում հենց միայն այն, թե ով է առաջինը տարածել տեսանյութը։ Մեկ էլ դիմակների ֆենոմենը, այն մարդիկ, որոնք իրականում չեն սիրում Փաշինյանին ու դժգոհ են այս իշխանությունից, դիմակ չեն դնում։ Խնդրում եմ, Իմ երկիրը ծախել է, դուք իմ տունը ծախել եք, իմ Արցախը։ Որտեղ որ ես ապրել եմ։ շատ լավ, բալիկա։ Կմեծանաք Ես արդեն հասկանում եմ, որ ես հասկանում եմ, թե այսքան ժողովուրդն է հասկանա, որ դուք ծախել եք Արցախ։ Ես քեզ սիրում եմ։ Փաշինյանի լայվերում տասնյակ մարդիկ են նրա աչքերի մեջ նայելով ու չվախենալով ՔՊԱ-ականների արձագանքից ասում ճշմարտությունը։ Հետևել եմ։ Քիշեն արա սրանք։ Արա դուք հասկանում եք ես ուր եկեք եւ вообще արա։ Դուք հասկանում եք ես ուր եկեք եւ вообще արա։ Հելի քարա ձեր քերու կնանոց խրգեք։ Ձեր ցեղերում տղամարդ չկա արա մեկը գա։ Չի տեղավորվում Փաշինյանի գլխում, թե պարզ կանայք կարող են զզված լինել իր կառավարումից։ Ժողովուրդի հետ խոսալիս փոխեք այդ տոնը։ Որ տոնը։ Այդ կանանց վրա հարցակում է։ Կանանց վրա հարցակում չկա։ Ես տեսել եմ YouTube-ն էլ է ցույց տալիս աղա։ Կանանց վրա ոչ մի հարցակում չկա, հարցակում կա։ Ես կանանց հարգում եմ, որ բոլոր քաղաքացիներին են հարգում։ Ես այդ հարգանքը չեմ տեսնում դեր։ Ես հարգում եմ ձեզ, ես հարգում եմ ձեզ։ Այդ ձևերն էլ արդեն չի անցնում։ Օրվա իշխանությունները, երբ ասենք խնդրեմ են ունենում իշխանության վերարտադրման հետ, սկսվում է այդ բաները, բեմականացումները չհաջողված մահապորձերի, պետական հեղաշրջումների։ Դու խփեբա ես։ 3 հիմնական նպատակ կարող է ունենալ դիմակներով տեսանյութը ըստ փորձագետների։ Եկալ ես Արցախցիների դեմատելությունը բորբոքելու, ընդդիմությանը վարկաբեկելու, ցույց տալով թե ընդդիմադիր դաշտում միայն ահաբեկիչներ ու կրիմինալ տարրեր են, եւ ձեռքերը ազատելու, որպեսզի ուժայինները նոր թափով քաղաքական հալածանքներ, խուզարկություններ ու ձերբակալություններ սկսեն։ Նախ շնորհակալություն ասա, որ հիմա պոտական զուգարանում գլուխը չեն զղկում։ Ֆիզիկական սպառնալիք է։ Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում եմ։ Սպառնում եմ, ասում եմ սատկացնելու եմ։ Սրանից հետո իրանց հետ խոսակցությունը լինելու է միայն սպառնալիքների լեզվով եւ միայն այս սպառնալիքը կատարածելու լեզվով։ Զարուհի Փոստանջյանը դեռ մեր տաղավարում է, Տիկին Փոստանջյան, այս շաբաթ միայն ես երևի տասնյակահազանգեր եմ ստացել արցախցիներից, պարզ մարդկանցից, որոնք գրում են, որ Փաշինյանի հայտարարություններից հետո ֆեյք էջերով ստացել են բազմաթիվ հայհոյանքներ եւ սպառնալիքներ, որոշներ իրենց ուղիղ գրել են ինչու ես դու ողջ։ Միթե ներազգային այս թշնամանքը հարուցելն է Փաշինյանի գերնպատակը։ Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք նա ով է։
եւ իր նաեւ նախկինում կատարված հայտարարությունները, որոնք եղել են նաեւ գրավոր տեսքով, այդ թվում նաեւ որոնք հետագայում նաեւ տպագրվեցին իր կողմից արդեն գրքի մեջ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդտեղ այնպիսի նկարագրություններ են, թե ինչպես պետք է լինի պատերազմը եւ պատերազմի զոհերից ինքը ինչ ակնկալիք ունի, թե ինչպիսին պետք է լինեն պատերազմի զոհերը եւ ինքը ինչ բանակ պետք է ղեկավարի։ Այսինքն, բայց քանի որ այդ ինչ որ ինքը ակնկալում է, ինքը այս պահի դրությամբ չի ստացել, այդ չստանալու նաեւ հետևանքով, այդ իր հոգեբանությունն եմ ես ասում, այդ չստանալու հետևանքում արդեն ինքը արցախցիների հետ շփման մեջ այդպիսի արտահայտություններ է անում։ Ինքը ուզում է մանդատ ինչի համար, որպեսզի հիմա արցախցիներին հետապնդի կամ ես չգիտեմ ում է ուզում հետապնդել։ Ինքը ուներ 8 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները, պարտականություններին չեմ անդրադառնում, հիմա լիազորությունների մասին եմ խոսում։ Այդ լիազորությունների մեջ էր մտնում ներկայացնել հաղորդում հանցագործությունների մասին կամ ինչ որ գործառույթներ իրականացնել, բայց մենք տեսանք, որ այդ գործառույթները ուղղակի եղել են ոչ թե արդար նպատակներով, այլ հետապնդել են ինքնուրույն նպատակ, որը բացարձակ կապ չի ունեցել արդարադատության հետ կամ արդար պահանջների հետ, այլ եղել են ուղղակի ինչ որ մի խմբի նպատակ, որը ոչ թե եղել է արդարադատություն, այլ շանտաժ, սպառնալիքներ, հիմա դա ցանկանում են նորից իրականացնել, մարդիկ արդեն նրանց հոգնել են, բացի նրանց, որ հոգնել են, հասկացել են, որ դա չի հետապնդում արդար նպատակ, այլ դա հետապնդում է հատուկ նպատակ, որի հետ նրանք համաձայն չեն։ Հիմա այս տեսանյութում մենք ականատեսը եղանք, թե ինչպես է նա հայտարարում, ինչ որ հայտարարություններով հանդես գալիս վարված երեխաների ծնողի մորն է անդրադարձ կատարում եւ այն պապիկին, ով այդ երեխաներից մեկի պապիկներ, ով վարվել են այդ զորամասում, գիտեք, եթե պապիկի բերանը անհայտ անձինք, սևազգեստ, որոնք չեն ներկայացնում, նույնիսկ իրենց գեստով չեն ներկայացնում իրավապահ մարմիններ, անզեն այդպիսի տարիքում գտնվող մարդուն քարոզարշավի ընթացքում, այսինքն բաց հանրային հավաքի ընթացքում ձեռքերը մտնում են, տեղափոխում են, այդ թվում նաև բերանն են փակում ձեռքերով, այսինքն բռնությամբ բռնություն գործադրելով, այսինքն իրենք դիտավորյալ են փակում։ Սա խոսում է այն մասին, որ ինքը վախենում է հենց այսպիսի մարդկանց արդար պահանջներից եւ հայտարարություններից։ Հիմա այն տիկնոջ հետ կապված, որ մոտեցավ, ում երեխան որ վարվել է, եւ այդ կնոջ շատ կարեւոր հարցադրմանը դուք բան ունեիք կոծկելու, դրա համար վառեցիք մեր երեխաներին, այդ հայտարարությանը ինքը ոչինչ չի կարող ասել եւ նաեւ այն կարեւոր խոսքին, որ այդ դուք ինչպես գիտեիք, թե ինչպես է դա տեղի ունեցել, անմիջապես դեպքից ժամեր հետո նկարագրեց հստակ։ Նա ոչ միայն նկարագրում է, այլ նաեւ ըստ էության ուղղորդող վարկած է հայտնում քննությանը, ինչքան է որ այս բռնապետական սահմանադրությունը գործի, ինչքան էլ որ իր հնարավորությունները լայն լինեն, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, գոյություն ունի նախաքննական գաղտնիք, եւ այդ նախաքննական գաղտնիքը ինչպես է իրեն հասել եւ ինչպես է այդ նախաքննական գաղտնիքի մասին ինքը անմիջապես ինչ որ տեղեկություններ հայտնում, մինչդեռ այդ պահի դրությամբ ես որպես փաստաբան իրավաբան եմ հայտնում հանրությանը, հնարավոր չէր ոչ մի փորձաքննություն արդեն իսկ պատասխան չէր տվել վարույթն իրականացնող մարմնին, այսինքն ես չգիտեմ նշանակել է իմ փորձաքննություն, նույնիսկ այդ որոշումը կայացվել էր թե ոչ, բայց համենայն դեպս փորձաքննության արդյունքներ որևիցե մեկին այդ պահի դրությամբ ժամեր անց դեպքից հայտնի չէր, հասանելի չէր, այդ ինչպես էր նա այդպիսի հայտարարություններ անում, թե ինչպես է տեղի ունեցել մի փոքր ինչ որ
բենզինից, վառարանի վառելուց եւ այլն։ Դա հնարավոր չէր այդ պահին իմանալ եւ պնդել այն էլ վարչապետի շուրթերից, որովհետեւ ոչ միայն նախաքննական գաղտնիքի մասին ենք խոսում, այլ նաեւ դա պետք է որոշ չափով որպես տվյալ հաստատված լիներ փորձաքննության եզրակացությամբ չի եղել, այսինքն ակնհայտ է, որ ինքը ուղղորդող հայտարարություններ է արել եւ այստեղ այդ երեխայի մայրը ինքը որ հայտնում էր, ասում էր, որ դուք ունեիք բան կոծկելու դրա համար այդպիսի հայտարարություններ արեցիք։ Եվ այստեղ մենք հիմա առնչվում ենք ինչի հետ, բայց եթե դու բողոքավոր մեր քաղաքացիներին ամիջապես չես ուզում պատասխանել, դեռ ավելին անզեն պապիկին տարիքով, որ քեզ ոչինչ չէր կարող այդ պապիկը անել, հնարավորություն ես ընձեռում, որ սևազգեստ ինչ-որ տղամարդիկ թևերը վերցնեն, բռնությամբ բերանը փակեն, սա խոսում է այն մասին, որ դու ինչքան խոցելի ես, ինչքան վախերի մեջ ես, ինչքան թույլ ես, որ տարիներ շարունակվող այս ապօրինություններից տուժածները քեզ մոտենում են, դու չունես պատասխան նրանց տրամադրելու։ Տիկին Փոստանջյան, այս շաբաթվա աղմկոտ դրվագներից մեկն էլ հենց ձեր անվան շուրջ էր, դուք հայտնվեցիք Նիկոլ Փաշինյանի թափառախմբի քարոզչական մոտակայքում եւ Նիկոլ Փաշինյանը ուղիղ թիրախավորեց ձեզ, ամբողջ զայրույթը թափելով ձեր վրա, առաջարկում եմ վերհիշենք այդ դրվագը, որքան էլ ձեզ գուցե տհաճ լինի եւ հետո շարունակենք։ Զարուհի, ինչ ես խոսում, ինչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստակ չես էլ ամանչում, գետինը մտնես, դու անես ընդանապես, էժան, գնա Վարդանիկին պաշպանի, էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշպանի, կաշառակես ստահակ, գետինը մտնես, Ռոբին ու Սերժին ծախված, ընդհանրապես հետո պարզվեց, որ դուք քո շեֆը Ռաֆիով բանով ծախված էիք եւ ամեն անգամ ժողովրդին առաջնորդում էիք դեպի պարտություն, ամեն անգամ գիտակցված, դուք բոլորը ծախու ընդդիմություն եք եղել, դու, Լևոնը, Ռաֆին, Վազգենը, մյուսները, դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից եւ Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով տանեք դեպի պարտություն, այդ հեղափոխությունը 18 թվին չեր լինի, այդ հեղափոխությունը կլներ 2003 թվին, այդ հեղափոխությունը կլներ 2004 թվին, եթե Լևոնը, Ռաֆին, Զարուհին ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գրացած չլնեին ժողովրդին, դուք պետք է պատասխան տաք, թե ինչի հեղափոխությունը եղել 18 թվից, ինչի 96 թվից, այս ժողովուրդը երազում է, որ ինքը տեր լինի իր իշխանությանը, Վազգեն Մանուկյան, ծախված, Զարուհի Փոստանջյան, Ռաֆի Հովհաննիսյան, ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որոնք այս ժողովրդին ամեն անգամ տարել են դեպի պարտություն։ Տիկին Փոստանջյան այս դեպքը շատերին հիշեցրել է հայտնի խոսքը, որ ոչ մի բարի գործ ի վերջո անպատիժ չի մնում։ Դուք Նիկոլ Փաշինյանի կողքին եք եղել իր կյանքի ամենադժվար փուլերից մեկում, երբ ինքը քրեակատարողականում էր։ Գիտեք, նույնիսկ շնորհակալության կամ ինչ-որ հետ ինչ-որ մի բանով պատասխան տրամադրելու առումով ես որևիցե խնդիր չեմ տեսնում, բայց ինքը այդ օրը ինձ թիրախավորելով հիշեց մի երկարատև պատմություն, որտեղ ինձ մեղադրում էր, որ իբրև թե ինչու են, չգիտեմ, որ թվականի ընտրությունները, այս թվականի կաշառակեր, ծախված, տահակ, տարել եք կաշառված մեջբերումները հիմա չանեմ, ուղղակի այդ հայտարարությունները, որը նա արեց, ոչ միայն վիրավորական բնույթ էին կրում, այլ բացարձակ զրպարտություն էին, որովհետև նախ այս փուլում
ես նրա ոչ մրցակիցն եմ, ոչ էլ որևիցե ցուցակում եմ ընդգրկված, չեմ մասնակցում ազգային ժողովի ընտրություններին։ Այդ օրը ինքը ամբողջ օրը շրջել էր Արաբկիր համայնքում, դե երևի թե գիտի, այսինքն գիտի, այո, որ Արաբկիր համայնքը հիմնադրել են նաև իմ պապերը, եւ Արաբկիր համայնքում է գտնվում իմ պապերի կողմից կառուցված ամենահին տներից մեկը։ Միգուցե այդ օրվա այդ հանդիպումները արաբկիցիների հետ, որոնք եղել են բացարձակ իրեն մերժող եւ բոլոր արաբկիցիները բավականին կոշտ քննադատությամբ են նրան դիմավորել, միգուցե այդ կուլմինացիան էր եւ նաեւ այդ եզրափակիչ մասն էր նրա արաբկիրում բնակիչների հետ եւ հենց գտնվում էր իմ տան մոտ եւ այնտեղ ասել էին, որ Զարուհին այստեղ ապրում կամ ինքը գիտեր հավանաբար որ այդտեղ եմ ես եւ այլն, այդպես ինքը անմիջապես որ խոսում է Զարուհին կամ խոսացել է, ինքը անդրադարձ կատարեց, ես հետո եմ լսել այդ խոսակցությունը, այսինքն անմիջապես այդ պահին, որ ինքը այնտեղ խոսում էր, ես իրեն չեմ լսել։ Այսինքն դուք այնքան հեռու եք եղել։ Ես այո, իր խոսելը այդ ինչ որ ինքը հայտնում էր, ես այնտեղ չեմ էլ լսել ինքը ինչ էր, ինչի մասին էր խոսում։ Եվ հետո որ տեսա այդ տեսանյութը, ապա այդ իր մեղադրանքները եւ համեմատությունը ինձ այլ անձանց հետ ուղակի համեմատելը դա բացարձակ զրպարտություն է եւ տրամաբանությունից եւ փաստերի եւ տրամաբանության հետ հակադրության մեջ է գտնվում։ Ինչու է նա այդպիսի համեմատություններ անում, որն է դրա պատճառը։ Դրա պատճառը ես կարծում եմ իր էլի նորից եմ կրկնում անցյալով պայմանավորված եւ բարդույթներն են եւ նաեւ այն, որ ինքը այլևս հասկացել է շատ կարեւոր համայնքում, եթե դու մերժվել ես, ապա ընդդիմությունը ունի հաղթանակ։ Ընդդիմությունը մշտապես Արաբկիր համայնքում ինքը հաղթում է։ Այսինքն այդտեղ ցուցանիշ է, եթե ընդդիմությունը այսպիսի հաղթանակ է այստեղ, այսինքն այսպիսի վարքագիծ է դրսևորել, ապա իր վիճակը շատ բարդ է։ Այդ բարդ վիճակից հավանաբար ելնելով նա հիշեց անցյալը եւ ուզում էր էլի նորից ինքը իրեն գովերքել, իբրև թե ինքը ամեն ինչ հաղթահարել է եւ այլն, մնացած բոլորը եղել են ծախվածներ, էժանի մեկը, ծախվածի մեկը, հիշում է, թիրախավորում է նաեւ իմ ներկայիս ոչ քաղաքական գործունեությունը, որովհետեւ ես այս պահին նորից եմ կրկնում, չեմ մասնակցում ընտրություններին։ Ես այս պահին իրականացնում եմ մասնագիտական գործունեություն, փաստաբանություն եւ պաշտպանում եմ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ներկայացնում եմ նրա իրավունքները քրական վարույթի շրջանակում։ Նա հիշեց նաեւ իմ պաշտպանյալին, պարոն Վարդան Ղուկասյանին, 2 անգամ հիշատակեց նրա անունը, ասելով, որ էժանի մեկը գնա պաշտպանում ես եւ այլն։ Տեսեք, այստեղ նաեւ այդ հարցը իր մոտ առաջացել է բավականին զայրույթ, այսինքն եւ իմ քաղաքական նախորդ գործունեությունը եւ այսօրվա գործունեությունը իր համար դրանք զայրույթի եւ բարդույթների հարցեր են հարուցում եւ այստեղ ես կարծում եմ Վարդան Ղուկասյանին հենց այնպես չէր նա հիշել այդ պահին, որովհետեւ բավականին բողոքներ ենք ներկայացրել, այդ թվում նաեւ միջազգային կառույցներին, այդ թվում նաեւ եվրոպական դատարան եւ ի վերջո ինքը հասեատեր է այդ բողոքներում։ Միգուցե դա էր նաեւ նրան զայրացրել եւ ինքը չի հասկանում, որ իրավունք չունի ինձ մեղադրելու մի գործունեության մեջ, որը հատուկ պաշտպանվող գործունեություն է։ Այո, իմ կարգավիճակը հատուկ պաշտպանվող կարգավիճակ է եւ այսինքն վաղ ապագայում նա նույնպես լինելու է նման կարգավիճակում, որը կարիք է ունենալու պաշտպանի եւ այս դեպքում այո միգուցե վախենում է, որ այլևս ինքը չի ունենալու նման պաշտպաններ, ինչպիսին ես եմ, այլ իմ տեսքով ունենալու է որպես մեղադրողներ իրեն, որովհետև այլևս ինքը ինձ համար լինելու է անձ, որին ես պետք է միայն եւ միայն մեղադրեմ, այնել այնպիսի քրորեն հետապնդելի արարքների մեջ, որը բավականին
այնպիսի մի շեմեր են հատել, որը իր համար շատ վտանգավոր, այսինքն վախ առաջացնող շեմեր են։ Շատ փորձագետներ, այ դուք ասում եք, փորձում եք թվարկել պատճառները Փաշինյանի զայրույթի, շատ փորձագետներ կարծում են, որ նա զգում է, որ ձևավորվում է կոնսենսուս -1։ Ձեզ դիմելով նա անընդհատ ցույց էր տալիս, որ ապշած է ու չի հասկանում, թե ինչպես եւ ինչու են անգամ հակադիր, առաջին տվյալությամբ հակադիր թևերում գտնվող ընդդիմադիր ուժերը մի հարցում համակարծիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Գիտեք, ինքը հավանաբար նաև, որ ես մշտապես բոլոր իշխանությունների ժամանակ որևիցե իշխանության մաս չեմ կազմել, որևիցե իշխանության հետ հարաբերություններ չեմ ունեցել, ընդհակառակը եղել եմ բավականին սուր քննադատի դերում եւ այդ իմ քննադատությունները հրապարակային հայտնել եմ որևիցե մի իշխանություն իմ քաղաքականության մուտք գործելուց հետո իմ կողմից ոնց ասեմ չի ունեցել փափուկ մոտեցում ես բոլորին շատ կոշտ եմ քննադատել այնպես չի եղել որ չեմ քննադատել ամեն ինչ արել եմ իրենց սխալները տեսանելի դարձնելու իրենց նաև սխալների համար մեղադրելու հարցում ամեն ինչ արել եմ, այնպես չի եղել, որ չեմ արել։ Բայց տեսեք, ինքը ինձ եւ մեղադրում է մի բանի մեջ, որ ես նախկինում, այսինքն ես եկել եմ քաղաքականություն 2007 թվականին, բայց ինքը հիշել է 1996 թվականը, չգիտեմ, անընդհատ ինչ որ հիշողությունների մեջ է ընկել, բայց ես եկել եմ 2007 թվականին, այո, քննադատել եմ, այո, չեմ փոշմանել քննադատության համար, այո, չեմ փոշմանել, չեմ հրաժարվում իմ նախորդ կատարած քննադատություններից, բայց դա դեռ չի նշանակում, որ նախորդ իշխանությունների իմ կողմից քննադատությունը եւ իմ վարքագիծը կարող է իրեն հնարավորություն ընձեռի իրեն չքննադատելու եւ եկեք մի հատ համեմատություն անենք այսօր քաղաքացիներին եթե ինքը ինչ-որ բան է առաջարկել ես չգիտեմ ինչ է առաջարկել իբրև թե թոշակների բարձրացում եւ ինչ-որ առողջապահական փաթեթներ բայց այդ նույն քաղաքացիներից գույքահարկի բարձրացմամբ պետական տուրքերի բարձրացմամբ փաստաբաններից գանձվող հարկերի բարձրացմամբ, այսինքն արդարադատության մատչելիությունը նվազել է, այդ քանի անգամ է, գիտեք, մոտ 300 անգամ ինքը բարձրացրել է հարկերը, պետական տուրքը եթե դիմում, հայցադիմում ներկայացնելու համար 3-4 հազար դրամ էր, հիմա 30-40 հազար դրամ է կազմում։ Գնաճը ի վերջո չմոռանանք։ Գնաճը իր հերթին, այսինքն քաղաքացին ուր պետք է գնա հայցի պաշտպանություն ամենակարևոր վայրը պետական ինստիտուտը դա դատարանն է դատարան գնալու համար քաղաքացին պետք է ունենա գումար փաստաբանին պետք է վճարի որպեսզի կարողանա իր իրավունքները գրագետ որակյալ պաշտպանի բայց չունի այդ գումարը, որտեղ ամեն ինչ ինքը այս տարիներ իսկ ինչ է դրա տեղը տվել քաղաքացուն, գրեթե ոչինչ։ Այդ 10000 դրամի բարձրացումը գնաճի պայմաններում ոչինչ, այսինքն ինքն իրենով պետք է այդ 10000 դրամը բարձրանար, բայց մյուս հարցերում գույքահարկի բարձրացման դեպքում եւ դրա դիմաց քաղաքացին ինչ է ստանում, ինչ որակյալ ծառայություն ոչ մի նույն այդ գազելները փոխվել են ժոնգթոնգ ավտոբուսներում, որը ստանդարտներին նույնպես չի համապատասխանում, այն էլ ավելի բարձր գնով։ Հիմա այդ խեղճ իրենց աշխատավարձները ինչու են այդքան բարձր։ Ինչու են իրենց աշխատավարձները այդքան բարձր, իսկ թոշակը ընդամենը 10000 դրամով բարձրանա, այսպիսի գնաճ կա, այսինքն առաջինը պետք է այն խմբերի աշխատավարձները բարձրանային, ովքեր որ պետության մեջ շատ կարևոր դերակատարություն ունեն, իրենք կարևոր դերակատարություն չունեն։ Ես լսում եմ, որ ասում են, որ իսկ ինչու մենք պետք է չստանանք բարձր աշխատավարձներ։ Ներեցեք, ինչու պետք է ստանանք։ Ստանում եք նրա համար, որ 12000 քառակուսի կիլոմետր հայրենիք եք հանձնել, ստանում եք նրա համար, որ այսքան զոհեր ունենք, ստանում եք նրա համար, որ 120000 մարդ տնից տեղից կտրվել է եւ այսօր դարձել է փախստական, ինչի համար պետք է ստանանք։ Հիմա եկեք համեմատենք նույն նախկիների պահով, որևիցե մեկ ինձ չի կարող մեղադրել նախկիներին սատարելու կամ չգիտեմ
նրանց հետ ինչ որ հարաբերություններ ունենալու մեջ։ Եթե մեղադրում ես այս 8 տարիների մեջ, որ բավականին ժամանակ է, ասեց չէ, որ հայտարարեց, որ մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտել եմ։ Մի սպանություն մարտի 1-ով բացահայտված չէ։ Ոչ մի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի, ինչու չունի։ Ինչու չունի, ուրեմն կարող եք ենթադրել, որ այդտեղ շատ հարցեր կան, որը դու չես ցանկացել, որ բացահայտվի։ Սա մեկ։ Հիմա կոռուպցիայով ձեռք բերված հողերը, տները, գույքերը հայտարարում էր, որ ինչ որ մի դղյակ է հետ վերադարձել եւ այլն։ 12000 քառակուսի կիլոմետր, որպեսզի մենք դնենք հաշվարկենք, թե դա այդ տարածքի վրա ինչքան տուն կար, ինչքան սրբություններ կային, ինչ հարստություններ կար։ Դրա համար ինքը հիմա արդեն իրեն ապահովագրելու համար ուղիղ ասում է, որ մենք Արցախում երբ ենք ինչ որ բան կառուցել, մենք ապրել ենք Արցախում։ Դա նույնիսկ եթե ինքը փորձի իրենց սրբագրել, դա չի կարող փոխարինել սեփականության իրավունք հասկացությունը, բայց հիմա սա փաստացի 120,000 մարդ զրկված են հողից, տնից, սրբություններից եւ ամեն ինչից։ Եվ դրա երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր։ Մենք այդ փաստաթղթերը ունենք, այսինքն դրանք իրավական ընթացակարգերով ամրագրված են, այսինքն իրավունքով եւ ընդունված փաստաթղթերով ամրագրված են։ Այդ փաստաթղթերի խախտումները, ուղղակի խախտման հասցեատերը ինքն է։ Այսինքն հիմա եթե մենք հաշվենք, ով ինչքան վնաս է պատճառել եւ թալանը որտեղ է, հիմա փաստորեն թալանը գտնվում է Ալիևի ձեռքում։ Իրական թալանը, այսինքն դուք պատկերացրեք այդ փողոցներ, ճանապարհներ եւ այլն, դա ոնց է կառուցվել այս 30 տարիների ընթացքում։ Էլ չեմ ասում, քանի հազար տարվա Արցախի մեր սրբությունները, այսինքն այդ եկեղեցիները մենք ենք, չէ՞, մեր գումարներով են կառուցել։ Այսինքն մեր պապերը, մեր նախնիները, որ կառուցել են հայազգի, դա ում է պատկանում, ով են դրանց ժառանգները։ Դրանք մենք ենք, դա մեր սեփականությունն է։ Հիմա այդ սեփականությունները փաստացի այսօր իր ստորագրությամբ մեզանից օտարված են։ Եվ բացի նրանց, որ իր ստորագրությամբ մեզանից դրանք օտարված են, նաև ինքը ոչ մի երաշխավորություն չի ցուցաբերել, որպեսզի դրանք չօտարվեին։ Այսինքն սրանք փաստեր են եւ ապացույցներ են, որը դրված են, այսօր դրված են սեղանին, եւ այստեղից դու ոչ մի տեղ դու չես կարող փախչել։